Ծննդյան թիվը նշված է, ծննդյան օր ամիս չի նշված։ Հա, այստեղ էլ մի կա ոսկեհատ գյուղն է, բայց վյով է, էջմիածին չի եղել։ Խորհրդային միությունում 86-ին էջմիածին չի եղել, էջմիածի շրջանայղ է, տո անգրագետն է։ Ակնհայտ է, որ տեքստը գրվել է, կրթվել է նորաձև շարժման ժամանակներում։ Կես կատակ, կես լուրջ, ասում է Ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Մանուկյանը, ուշադրություն հրավիրելով Սիվիկի հրապարակած փաստաթղթի տառասխալներին։ Տգիտության, փնթիության ու վախի դրսևորման լավագույն օրինակն է ԱԱԾ-ի վերջին գլուխգործոցը, կարծում է Մանուկյանը։ Ըստ նրա տպավորություն է, թե շեֆը ԱԱԾ է զանգել ու հրահանգել, շտապ սկանդալ պայթեցրեք։ Նիկոլի շատ արագ հրամանը, բայց մի բան պետք է մոգոնել, որտեղ մի քանի անգամ արդեն եղել էր մամուլում եզրասրբազանը համագործակցել է, փորձել են արտատպել, բայց քանի որ ախր շատ են փնթի է։ Հատուկ ծառայությունների գաղտնազերծած փաստաթղթերի իրական նմուշներ է գտել պատգամավորը։ Դրանք համացանցում են հայտնվել Գերմանիայի, Լատվիայի, Էստոնիայի արխիվներից։ Այդ փաստաթղթերը կետ առ կետ համապատասխանում են պետական անվտանգության կոմիտեի այն ժամանակվա նախագահ Սարսափազդու Վիկտոր Չեբրիկովի հրամանով ստեղծված ձևանմուշին։ Այս սրանք են 3 եւ 3A ֆորմաները։ Այս ֆորմաները լրացվում են կամ մեքենայով, կամ ձեռքով, մանուշակագույն թանակով, ռուսերեն լեզվով, հասկանալի ձևով եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու նշում է անուն, ազգանուն, հայրանունը գրվում է մեծատառերով։ Բայց պարզվում է, խորհրդային Հայաստանի ԿԳԲ-ն համարձակվել է չենթարկվել Չեբրիկովի հրամանին, սարկազմով ասում է պատգամավորը։ Նկատում է, Սիվիկի տարածած տեքստը մեղմ ասած ընթեռնելի չէ, բացակայում են տողեր, կան ուղղագրական սխալներ, բառերը կրճատված են, ինչը անթույլատրելի է այս ձևաչափում։ Այս տառաձևը բան է, այն ժամանակ չօգտագործող տառաձև է։ Երկրորդ այս կետագծերին, որ ուշադիր լինենք, այստեղ բոլորը գծեր են, այստեղ բոլորը գծեր են։ Սա տպագրական չի, սա համակարգչով սարքած է։ Բոլորը, ովքեր խորհրդային միությունում ծառայել են զինվորական, զորամասիվ զինվորական գրքույկում լրացումները հատիկ տառերով։ Իսկ ամենազվարճալին ըստ Գեգամ Մանուկյանի այն է, որ 1986-ին խորհրդային Հայաստանում հատուկ ծառայությունը փաստաթղթերը կազմել է հայերեն եւ ոչ թե ռուսերեն։ Ազատ անկախ Հայաստանի պայմաններում 97-ին բանտից ԿԳԲ-ի բանտից ազատվել է իմ ազատականը, որ ժամանակավոր տեղեկանք է, ռուսերեն լեզվով է։ Կասկածելի փաստաթղթում տողերի ոչ տրամաբանական հերթականություն է տեսնում ընդդիմադիր պատգամավորը։ Ընդգծում է, չկա որևէ խելքին մոտ փաստաթուղթ, որտեղ ազգության եւ քաղաքացիության միջև խցկվի կրթություն բառը։ Ազգությունը, բոլորը գիտեն, անձնագրերում է ազգություն, քաղաքացիություն, բայց ազգություն խառնել են, գրել են կրթություն, հետո հիշել են, որ չէ քաղաքացիություն, իսկ ձևաթղթում ազգություն, քաղաքացիություն, կրթություն։ Դժվար թե 80-ականներին այդ խիստ ԿԳԲ-ական համակարգում Հայաստանի ԿԳԲ-ի պետ այն ժամանակ կարծեմ Մարիուս Սյուզբաշյանն է, որևէ մեկը այդ ձևի փնթի, այս ձևի տեղեկանք պատրաստել։ Ավանդաբար դեկտեմբերի 20-ին նշվում է ԱԱԾ աշխատողի օրը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով այս թուղթը ամենավատ նվերն է ԱԱԾ-ականներին։ Ամենավատ նվերը կամ գերեզմանակարը, որ ԱԱԾ-ն ինքն իրեն կարող էր անել դեկտեմբերի 20-ից առաջ, այս հայտարարությունն է։ Պատգամավորի կարծիքով արդեն 8 տարի խաթարված է ԱԱԾ-ի գործառույթը։ Պետության անվտանգության համար պատասխանատու կառույցը նախ գազալցակայաններում ՀԴՄ կտրոններ էր ստուգում, հիմա հետևում է, որ պատարագի տեքստերը պատշաճ խմբագրվեն։ Եղել են նաև կրիտիկական օրեր, երբ ազգային անվտանգության ծառայության սպաները ստիպված էին սատանաներ որսալ։ Ազգային անվտանգության ծառայությանը առանց կատակ ես այդպիսի հանձնարարական տվել եմ, պարզել որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձևերը եւ ուղիները, պարոն Մարտիրոսյան, հաստատեք, որ այդպիսի հանձնարարական ստացել եք։ Այո, իսկապես մի քանի օր առաջ այդպիսի հանձնարարական ստացել ենք։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։